Չեմ ուզում հարցազրույց տալ ուղղակի։ Մենք օրվա հետ կապված ենք հարցնում։ Օրվա հետ կապված ինչ ասեմ, Վազգենի ծնունդը շնորհավոր։ Ինչ ասեմ ավել։ Միակ հարազատն եք, պարոն Սարգսյան, որ այսօր Միակը չեմ։ այսօր տեսել եք։ Միակը չեմ, նախ հարազատ, Վազգենը հարազատներ շատ ունի, բարեկամների մասով էլ ասել է, որ ամբողջ Սփյուռքն է իր բարեկամը, հենց որ այդտեղ էլ ճիշտ չէ։ Կներեք, հարցազրույց չեմ տա։ Սարգսյանը Արցախ էր ազատագրել, պարոն Սարգսյան։ Դուք այս մասով որ Արցախ չունենք ասել։ Տեսեք, ձեր պահվածքն է դա։ Այդ հենց ձեր համար չեմ ուզում հարցազրույց։ Արցախ էր ազատագրել, ինչն եմ սխալ ասում։ Սխալ բան եմ ասում, պարոն։ Միանշանակ սխալ բան եք ասում։ Արցախ չէր ազատագրել։ Արցախի մասով ես բազմաթիվ անգամներ հարցազրույց եմ տվել։ Արցախից հետո, երբ որ Վազգենը Արցախն ազատեց, հոկտեմբերի 27 եղավ, դուք չեք հիշում ինչ եղավ։ Հիշում եմ, իհարկե հիշում եմ։ Դե Ես սրտի մեջ ցավով ենք հիշում։ Դե սրտի մեջ ցավով որ հիշում եք, ինչ եք ասում Արցախեր ազատալ։ Ինչն եք։ Չէր ազատագրել Արցախ, պարոն Սարգսյան։ Լսեք, Արցախն ազատագրելուց հետո Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը անընդհատ պայքարել է, անընդհատ։ Պիտի դուք այդ շատ լավ հիշեք։ Դրանից հետո ինչ եղավ։ Ավելի շատ գեներալներ տվեցին, քան կային լեյտենանտներ։ Այդ գեներալները սկսեցին արդեն, չգիտեմ, շատ թանկարժեք մեքենաներով ման գալ։ Հետո այդ գեներալները ու պետական պաշտոնյաները սկսեցին 1000 քառակուսիմետրանոց տներ ունենալ։ Հետո դրանից ավելի բարձր պաշտոնյաները սկսեցին նույն, չգիտեմ, մանումենտում հյուրանոցներ ունենալ։ Հետո սկսեցին 5000 դրամով քվե առնել։ Իսկ հիմա իմասով հարցրեք ում ուզում եք։ Թող պատժեն այդ ձեր ասածներին։ Այս իշխանությունները ինչի չեն պատժում այդ ձեր ասած մարդկանց։ Ինչի չեն պատժում։ Թող պատժեն, հատիկ առ հատիկ մենք տեսնենք ինչու չեն պատժում։ Տվեք այսօրվա իշխանություններին թող պատժեն։ Ձեր կարծիքն եմ ուզում իմանալ։ Ձեր նշեցիք բազմաթիվ հանցագործություններ, որոնք արվել են։ Նախկին իշխանություններն ասում են, որ իրենց պատժում են, որ ամեն օր դատարաններ են կանչում, որ իրանք ամեն օր դատարաններում հարցակնություն են տալիս, որ այդ դատարաններում իրենք ունեն փաստաբաններ, այդ փաստաբանները իրանք շահերը շատ լավ պաշտպանում են, ի տարբերություն այն ժամանակվա դատարանների, որ զազրախոսության հոդվածով իմ ընկերներից 1200 միտինգի հետևից գողանում տանում նստեցնում են։ Այն ժամանակ այդ դատարաններում ընդհանրապես 301 հոդվածը կպցնում էին վրաս, տունը 5 անգամ բան էին անում, ստուգում էին անցկացնում։ Իսկ հիմի դատարաններում են, այո, այդ բանը անօրինական գույքի բանով դատարաններում չեն, այսօր դատարանում չի առաջին, երկրորդ նախագահը, երրորդ նախագահը։ Դուք ինչ եք ուզում անեք, դուք ուզում եք, որ իրենց դատեն։ Մեղադրական ակտ չկա այս պահի դրությամբ։ Ի վերջո արդարացվում են։ Ես դատավոր չեմ։ Մեղադրական ակտ չկա, պիտի դատարանում այդ մարդիկ ունենան հնարավորություն փաստաբան ունենալու իրանց իրավունքները պաշտպանելու։ Կարանում են պաշտպանել, չեն դատվել։ Դատախազներն այսօր ավելի թույլ են, քան են փաստաբաններ, ովքեր աշխատում են իրենց համար։ Շատ ավելի թույլ են, այո, որովհետև մասնավորը շատ ավելի լավ է վճարում։ Այդ առումով արդարադատության համակարգը շատ լուրջ խնդիրներ ունի։ Այս երկրի արդարադատության համակարգը շատ լուրջ խնդիրներ ունի։ Իսկ ընդհանրապես ես խնդիրների լուծումը ոչ թե դատարաններով, դատարանների միջոցով եղած է հետ բերելու խնդիրների նայում։ Ես ի սկզբանե ասել եմ, որ խնդիրները այս երկրում որ չկորցնենք, ընդհանուր ազգային համաձայնության գալու միջոցով պիտի լիներ։ Այդ ամեն ինչը աշխարհն անցել է, ճանապարհներ կա։ Այսօր էլ տեսեք, ստեղ ինչ էր։ Էլի Վազգենն է միավորող։ Վազգենն այն ժամանակ չմիավորվողը միավորեց, արդյունքում ունեցանք հաղթանակ։ Այ Վազգենը ազատագրեց Արցախը, որովհետև չմիավորվողը այդ երկրապահի 1000 ու մի ջոկատներ, գրագետ, անգրագետ կարողացավ միավորել։ Այսօր էլ Վազգենը միավորում է։ Մենք եկել ենք այստեղ, հանրապետականն եկավ, հանրապետականի Տարոն Մարգարյանի հետ, Դավիթ Հարությունյանի հետ ողջագուրվեցինք, բարևեցինք, ով միավորեց Վազգենը։ Ով էր Վազգենի միավորածը բաժանում, ով էր Վազգենի դեմ 99-ին տարբեր կուսակցություններով մրցակցում, հետո Վազգենից հետո Վազգենի կուսակցությունը գողանում։ Գնացեք այդ հարցերը իրենց տվեք։ Լևոն Քոչարյանը, Ռոբերտ Քոչարյանի որդին։ Դե թողում եք ծննդյան օր։ Դե եկեք ասեք, էլի, մի ջղայնացեք, եկեք։ Ջղայնացեք, ասեք, մի Ամեն ինչից հարցնում եք բացի տնետան։